Եթե դու 8 տարի է վարչապետ ես, հա, եւ հանկարծ քո վարքագիծը փոփոխվում է ընտրություններից 3 ամիս առաջ, ակնհայտ է, չէ՞, որ դա կեղծ վարքագիծ է։ Քո իրական վարքագիծը այն է, փողոց փակել, face control կազմակերպել, քո ուրեմն այդ թիկնապաներով տանել, կանգնել, որ հանկարծ ինչ-որ բան չլինի։ Եթե կլինեն իհարկե մարդիկ, ովքեր այդ էժան դերասանությանը կհավատան, դե ինչ արած։ Կփորձենք Էժան դերասանություն է։ Բա ի՞նչ է, այսինքն Նիկոլ Փաշինյանը կյանքում քանի անգամ է գնացել ինչ որ մի հատ կնոջ ասել, գիտեք, ծանր ա ձեր պահոսակը, տվեք տանեմ տուն։ Մարդ գցեց իր ուրեմն շարասյունը տակը, սպանեց երիտասարդ կնոջը, հղի կնոջը, չկանգնեցին նույնիսկ։ Հիմա տեսեք, վայ, սենց վերակենում, տանում ա էլի։ Եթե մեկը լինի, որ ասի, գիտես, մի անգամ երբ կանցնում էր Նիկոլ Փաշինյանը կամ իր բարձրիշխան հետևորդներից որևէ մեկը եւ տեսել ա ինչ որ մեկը հոգնած արևի տակ սենց սիրտը վատացել ա կանգնել ա ջուր ա տվել կամ անձրևի տակ ա կանգնած վերակացել Հովանոցը Անձևանոցը գլխին ա ապալ կարող ես ասես հա այդ մարդը իրոք մտածում ա ժողովրդի մասին Հարուն ալ-Ռաշիդն ա բացատրություններից առաջ գնալ պերաշկի ուտել չգիտեմ պաուսակները տանել բարձրացնել եղբայրով խոսել Մոռացեք նախորդ ընտրությունների ժամանակ որ ասում էր ես հպարտ եմ որ պարտվել եմ Եղեգնաձորցի կնոջ վրա էլ Վաղոց ասում էր դու չպետք է որոշես թուրքերը որտեղ պետք է լինեն հիմա որ տենց չի ինչ որ իմիջ մեյքերներ են երևի վարձել ասում են չէ սենց չի կարելի էլի վերադարձիր քո հեղափոխականի կերպարի մեջ քանի որ որպես իշխանություն դու բարձրանալու որևէ բան չունես